Ուժայիններն այսօր Գառնիում են եղել, որտեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում կիրակի օրը պատարագի կմասնակցի Նիկոլ Փաշինյանը։ Գործընկեր Նարեկ Խաչատրյանը Գառնիի համայնքապետարանի մոտ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության պետհամարանիշներով ավտոմեքենաներ է ֆիքսել։ Շենքում հավաք է անցկացվել, որի նաև Կոտայքի մարզպետն է ներկա եղել, ըստ ամենայնի Փաշինյանի այցի կազմակերպման նպատակով։ Բնակիչները մեր նկարանող խմբի հետ զրույցում կարծիք են հայտնել, որ Գառնու այս եկեղեցին պատահական չի ընտրվել։ Հավանաբար մարզպետն է նման խորհուրդ տվել, որը նախկին գյուղապետն է եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։ Ի դեպ ԿՊ-ի գրասենյակը եկեղեցուց մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում։ Եկեղեցու հոգևոր հովվի Տեր-Սմբատի հետ զրուցել չի հաջողվել գործընկերներից։ Նա այդ պահին այնտեղ չի եղել, հեռախոսով էլ նրա հետ կապ հաստատել չի հաջողվել։ Գառնու այս եկեղեցին Կոտայքի թեմի կազմում է, որի առաջնորդ առաքել arczepiskopos Քարամյանը Փաշինյանի կողմն անցած եւ կաթողիկոսի հրաժարականը պահանջած եպիսկոպոսների թվում։ Նիկոլ Փաշինյանը այս կիրակի Գառնու Սուրբ Աստվածածին եկեղեցում է մասնակցելու պատարագին։ Խնդրեմ, եթե դուք տեղեկություն եք, ով է նախ քահանան եկեղեցու եւ արդյոք նա է մատուցելու։ Քահանան անունով կարող եմ ասել, Տեր Սմբատն է։ Հարգված քահանա, որը որ յուղի թողովին որ պատշաճի մասնակից է լինում եւ 100%-ով համոզված չեմ ինքը կմատուցի պատարագը թե այլ քահանա, բայց իմ կարծիքով ինքը կլինի։ Ինչու՞։ Հանձի որ ինքը, ասենք, մեր մարզպանը, ստեղի Խաչի քավորն է։ Ահարոն Սահակյանը, մարզպետը մեր։ Ինքը շատ մեծ հարգանք է վայելում այս համայնքում ոչ թե Կոտայքի մարզում տոյս։ Դրանից ելնելով ես գիտեմ, որ իմ կարծիքով Տեր Սմբատը կարող է պատարագը մատուցել։ Ինքը Նիկոլի աշտարային տղեկից է։ Так что ինքն էլ կմատուցի։ Ամենօրյա մաքրում է կատարում, առավել եւս որ պարոն Փաշինյանը գալիս, մի հատ ստուգահական մաքրում նորից էլի, որպեսզի այդ խոչընդոտ չհանդիսանա եւ հարգանքի նշան է սա եւ բացի այդ էլ աշխատանքը պետք է կատարվի հավուր պատշաճի։ Պարոն մարզպետ, նախ խնդրեմ ներկայացնեք, թե ինչ այցով եք այս բան Գառնի համայնքում գտնվում։ Աշխատանք է։ Մի փոքր ճակատներ կբացեք։ Ոչ։ Քննարկում էր մեզ հայտնեցին համայնքապետարանից ինչ որ ժողով էին մասնակցում եւ բնակիչներից էլ մեր աղբյուրներն են փոխանցեցին, որ այդ ժողովը կապված է ուղիղ կիրակի օրը այստեղ կայանալիք պատարագով Նիկոլ Փաշինյանի այցի հետ։ Աշխատանք է։ Այլ հարցերն։ Կիրակի օրը դուք մասնակցելու եք պատարագին։ Տեղյակ եք ով է պատարագ մատուցելու, հաշվի առնելով նաև որ դուք այս գյուղից եք եւ մինչեւ մարզպետի պաշտոնը զբաղեցնել, եթե չեմ սխալվում, համայնքի ղեկավարն եք։ Իսկ այս ժողովը ինչով է պայմանավորված, որ ոստիկանության Բարսաշճան մարզային, հա, ԱԱՑ-ի այստեղ համայնքապետարանում։ Հիմա այստեղ ուզում եք ասեք ոստիկանության աշխատակիցներ մարզային, ԱԱՑ-ի ուժայիններ չեն եղել։ Ոչ, որտեղ են եղել։ Շենքում։ Ես չեմ։ Ժողովին չեն մասնակցել ձեզ հետ։ Չէ, ժողով չի եղել։ Ես այս գյուղի բնակիչ եմ, աշխատանքային հարցով գտնվում եմ իմ գյուղում։ Ինչպես է առասարակ վերաբերում վերջին շրջանում եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, պահանջում են ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը եւ ամենայն հայոց կաթողիկոս չունենք, ցավոք սրտի մենք։ Այսինքն չունենք, այդ պաշտոնը զբաղեցնում է մարդ, որ չպետք է զբաղեցնի։ դա չի նշանակում որ չունենք։ Դա նշանակում է որ չունենք։ Ինձ համար։ Դուք կմիանաք Նիկոլ Փաշինյանին այդ հոգևոր հավաքին, որ ամիսներ առաջ ասել էր Էջմիածնի կենտրոնական հրապարակում հավաքվենք, գնանք։ Սվելա ես միացած եմ քաղաքական թիմին եւ մինչեւ վերջ քաղաքական թիմին։ 26 թվականին ընտրությունները, որտեղ որ պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր ընտրությունը կատարի։ Եվ ես վստահ եմ ճիշտ ընտրություններ կատարելու, ընտրելով քաղաքացիական պայմանագիր։ Որտեղից է այդ վստահությունը։ Վստահությունը ժողովրդի հետ շփումից է։ Մենակ առանձնացված մասաների հետ չենք շփվում ենք, ժողովրդի լայն շերտերի հետ շփվում ենք, եւ այդ վստահությունը այդտեղից է գալիս։ Փաշինյանը անունը լսել անգամ չեմ ուզում։ Կներեքին։ Չեմ ընդունում եկեղեցու թե մարշովը, ես չեմ մասնակցելու։ Չեք մասնակցել։ Չի։ Ինչու։ Էտենց։ Չի արդարացրել ձեր սպասելիքները։ Չի։ Գառնիի եւ այս 6 գյուղերի երկրապահ հրամանատարն է, անպայման մասնակցում են բոլոր պատարագներին։ Բավական է։ Իսկ կիսում եք այդ օրակարգը եկեղեցու հետ կապված, որ օրինակ նման չեմ հետաքրքրվում։ Ինձ սիրուն չի իմ ժողովրդի մազգիմար իշխանությունը եկեղեցու դեմ եկեղեցի իշխանության այդպես գեղեցիկ չի։ Գիտեք, դա աշխարհի գործը չի։ Ես գտնում եմ, որ ինքը ավելի լավ այդ գործը հանձնի, բոլոր հոգևոր ուղղությունները հավաքվեն համատեղ եւ որոշեն ինչ անեն իրենց պապիկի հետ։
Լավ, դարերով, հազարամյակներով սովորությունը հիմա ընդունելի է թե չէ, ճիշտ է թե չէ, մենք չենք դատավորը ինքը Հիսուս Քրիստոսն է, բայց այս ձևով աշխարհում մեկ հայտարարվելով գտնում են, որ գերագույն սխալ էր սա։ Չեմ ընդունում ես դա, ինչ ասեմ, Ազի ջան։ Սուրբ այլ է ինել, ինչ ասա ժողովրդին դաստիարակումա, խրատումա, վատ բաներ չի ասեմ, միշտ եկեղեցին խրատել է ժողովրդին։ Ինչ ասեմ։ Անընդունելի է այսինքն ձեզ համար այդ ամենը։ Դե իհարկե որ եղել է հետի մեր հիմնական ուսումնասիրած հայկական օջախում էլ ես գտնում որ անընդունելի է, չի կարելի։